Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում օրը տոնական է։ Այստեղ են ուսանողները կատարելու կոմպոզիտոր Նարինե Զարեֆյանի ստեղծագործությունները։ Սա մեծ բեմեր նվաճելու ճանապարհին մեծ հնարավորություն է, այսպես են հղկվում ու փորձ ձեռք բերում, նշում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Այսօրվա համերգը համատեղում էր երկուսը։ Մի կողմից Նարինե Զարեֆյանի հեղինակային համերգն էր եւ մյուս կողմից ամբիոնի դասախոս մեր շատ սիրելի Էմմա Պետրոսյանի դասարանական համերգն էր։ Ելույթ ունեցան Էմմա Պետրոսյանի դասարանի լավագույն ուսանողները, բարդագույն երկացանկով, որովհետեւ Նարինե Զարեֆյանը գրում է սիրուն երգեր, բայց շատ բարդ երգեր, տեխնիկապես, վոկալի առումով, ձևի առումով, ամեն դեպքում սա հրաշալի հնարավորություն է հենց հեղինակի ներկայությամբ, հեղինակի նվագակցությամբ կատարելու իր ստեղծագործությունները։ Համերգը դասարանական ամփոփ միջոցառման բնույթ էր կրում։ Դասախոս Էմմա Պետրոսյանի առաջին դասարանական միջոցառումը չէր, բայց այսօրվա հուզմունքն առաջին համերգներին չի զիջում։ Պատասխանատվությունը նույնն է։ Իմ շատ նախընտրած ձևերից է դասարանական համերգների ժամանակ անդրադառնալ կոմպոզիտորների, հեղինակների, որովհետև ինքը շատ առանձնահատուկ եւ առանձնաձև գույն է ստանում եւ ներկայացնելով մեկ կոմպոզիտորի ողջ գունապնակը շատ հետաքրքիր է եւ ուսանողներս նույնպես վարակվում են բարդ է շատ գտնել յուրաքանչյուրի համար որ երգը կարող է լինել ամենակարևորը կամ այն, որի մեջ ինքը իր ձայնը կարողանա ազատ հնչեցնել։ Էմմա Պետրոսյանի համար կոնսերվատորիան իր տունն է, տան համար պետք է անել ամեն ինչ։ Ուսանողների վրա հաճախ է բարկանում, ընդգծում է, բարկությունը գալիս է սրտացավությունից։ Առաջին հերթին նա ընկեր է, հետո դասախոս։ Ես ապրում եմ յուրաքանչյուր ուսանողի ապրումներով, հաջողություններով, զրուցում եմ նրանց հետ առաջին հերթին որպես մարդ, որպես ընկեր եւ այդպես էլ ասում եմ, ես ձեր ընկերն եմ, այ ես ոնց կվարվեի, այ ես ինչպես կերկեի, այ ինչպես կվերաբերվեի, ինչն եմ կարևորում, խոսքի արժեքը, կոմպոզիտորի ձեռագրի ուրույնությունը, այսինքն դու գործ ունես մի մոլորակի հետ, որը այլ է իր վերնագրով, այլ է իր կնիքով, այլ է իր ստորագրությամբ։ Նարինե Զարեֆյանի երգացանկի բարդության մասին խոսում են գրեթե բոլորը։ Հեղինակն ինքն է ընդգծում բարդությունն ու հպարտանում։ Երիտասարդները պատվով կատարեցին ելույթները։ Պետք է ասել, որ բավականին բարդ երգեր են, ես գիտեմ, որ բավականին բարդ երգեր են։ Եվ մեր ուսանողները Էմմա Պետրոսյանի ղեկավարությամբ հաղթահարեցին այդ դժվարագույն երգերը եւ պատշաճ ձևով շատ գեղեցիկ ձևով այսօր հանդես եկան։ Այս համերգը մարտահրավեր էր, որին պատրաստվել էին ավելի քան կես տարի։ Ընտրվել էին բարդագույն երգերը, որը շատ դժվար էր կատարողական առումով, տեխնիկապես, էմոցիոնալ, բայց ինձ թվում է դուք ինքներդ կասեք, որ համերգը իրոք ստացվեց։ Ուսանողուհիներից Անահիտի համոզմամբ յուրաքանչյուրին բաժին էր հասել այն երգը, որը հոգեհարազատ է։ Քեզ նման ես ինձ արարել, անսահման սիրով բարուրել, խոսքերով ինձ ուղղորդել, միշտ ճիշտ ապրել։ Հուզմունքը ամենամեծ թշնամին է այս պարագային, որովհետև նախ ասեմ, որ մայրիկս նստած էր եւ հենց երգելու ընթացքում ասացի սկզբից, որ երգը պետք է նվիրվի մայրիկիս եւ արդեն դժվարություններ էին առաջանում, հուզմունք եւ այլն, բոլորը քեզ են նայում, բայց արդեն շարունակելով երգի ընթացքում արդեն ամեն ինչ, այսպես ասած, իր տեղում է մնում։ Համերգը կարևոր առիթ է ուսանողների, կոնսերվատորիայի եւ հանդիսատեսի համար, որտեղ երիտասարդները ներկայացնում են իրենց նվիրումը եւ մեծ բեմերի նկատմամբ պատրաստակամությունը։ Շողեր Ֆուլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։